Առողջ առավոտ սիրելի հեռուստադիտող, հուսամ բոլորդ լավ եք, ինչպես գիտեք, մենք պարբերաբար վերցնում ենք հանրային առողջապահական թեմաներ, պարբերաբար գիտությանը նվիրված քննարկումներ ենք ունենում, բայց այնուհանդերձ կարծում եմ ձեզ ավելի շատ հետաքրքրում են ներմասնագիտական, բժշկական այն թեմաները, որոնք հատկապես կարելի է առօրյա կյանքում այսպես կիրառելի պրակտիկ ուրեմն ընթացք տալ։ Դրա համար այսօր որոշել ենք խոսել մաշկի սեզոնային պրոֆեսիոնալ եւ տնային խնամքի առանձնահատկություններից, ինչի կապակցությամբ տաղավարում հյուրընկալել եմ Կյան բժշկական կենտրոնի մաշկաբան կոսմետոլոգ բժիշկ Արմինե Աբրահամյանին։ Առողջ առավոտ, բժիշկ Աբրահամյան։ Առողջ առավոտ, դոկտոր Ավետիսյան։ Ինչպե՞ս եք։ Շնորհակալ եմ, լավ դուք։ Լավ, շնորհակալ եմ։ Շատ եք զբաղված աշխատանքով, այսպիսի ընդմիջումները հաճելի ընդմիջումներ են, թե։ Այո, աշնանը մեր ամենաշատ աշխատելու ընթացքն է, ամառվա տապից հետո շատ է աշխատանքը։ Այո, եկեք փորձենք, մենք առիթ ունեցել ենք այլ գործընկերների հետ խոսել մաշկային հիվանդություններից, բայց այստեղ ոչ թե հիվանդություններից խոսենք, այլ իրապես կենտրոնանանք խնամքին, եւ որպեսզի նաեւ ծանր չլինի մեր քննարկումը, հասկանանք, որ մաշկի խնամքը առօրյա եւ դինամիկ process է, ի վերջո մեր հիգիենայի մասն է, աշխարհին ներկայանալու մեր ճանապարհն է, ինչ է իրենց ներկայացնում մաշկի խնամքը եւ ինչու ենք մենք տարանջատում պրոֆեսիոնալ եւ տնային խնամքներ։ Դե ինչպես մեր առավոտյան խնամքը լվանում ենք ատամները, այդպես էլ մաշկը հատուկ խնամքի առանձնահատուկ կարիք ունի, հատկապես աշնան ամիսներին ամառվանից հետո մաշկը չորանում, ջրազրկվում է, դրա համար պետք է օգտագործենք մեղմ լվացվելու միջոցներ, խոնավեցնող քսուկներ, արևապաշտպան եւ երեկոյան արդեն ավելացնենք սեզոնին համապատասխան շիճուկներ հիալուրոնաթթվով, որպեսզի հավելյալ խոնավեցնենք մեր մաշկը։ Բժիշկ Աբրահամյան, շատ գեղեցիկ հնչում է, բայց եկեք հետ վերադառնանք օրինակ բոլորիս մանկություն կամ գնանք մեր ընտանիքներ ու տեսնենք ինչքանով մեր հայերիս մեջ մաշկի խնամքը համարվում է նորմալ գործընթաց, ինչքանով է այն կապ հաստատում, կապ ասոցացվում սոցիալական կարգավիճակի հետ, արդյոք դա այդպես է, թե դա միֆ է։ Եվ ինչու օրինակ պիտի ես իմ տղա երեխային, չեմ ասում աղջիկներին, սովորեցնեմ, որ մաշկի խնամքը կարևոր է, որովհետև մենք մենտալիտետի այնպիսի առանձնահատկություններ ունենք, որ տղամարդիկ ընդհանրապես մաշկի խնամքի անուն լսելիս այսպես, բայց երբ որ նայում ես այդ մարդկանց մաշկի վիճակը եւ էսթետիկ եւ այլ առումով, մեկ-մեկ սարսափում ես։ Երբ նոր էի սկսում, շատ դժվար էր տղամարդկանց հետ աշխատելը։ Նրանք չէին ուզում խոնամ էին առհասարակ, խոնավեցնող քսուկ լվացվելու գել, հա։ Հիմա փոխվել է ամեն բան։ Իրենք առաջինն են գալիս, ասում մեզ տնային խնամ կնշանակեք, որովհետև փրկում է եւ սև կետերից, ցանավորումից, ճարպոտ փայլից, որը տգեղ է, հա, թե կանանց մոտ, թե տղամարդկանց մոտ, բայց տղամարդկանց մաշկը, ինչպես եւ կանանց մաշկը, ունի խնամքի կարիք, ոնց որ նորմալ առողջ մաշկը ճարպ է արտադրում, պետք է չորացնենք ճարպ արտադրությունը, նվազեցնենք։ Այնպես է, որ տարբերություն չկա։ Կին տղամարդ, այնպես տարբերությունը տարիքային խմբերի մեջ է, հա, ամեն տարիքի խումբ ունի առանձնահատուկ խնամքի կարիք։ Օրինակ մինչեւ 25 տարեկան մենք ավելի շատ հակում ունենք ակնեի ճարպարտադրությունը պետք է նվազեցնենք 25-ից հետո արդեն տարիքային փոփոխություններն են 40-ից հետո կլիմակտերիկ շրջանի կանանց հետ ենք աշխատում ավելի խնամքն է փոխվում համատեղ աշխատում ենք գինեկոլոգների հետ միասին քանի որ այնտեղ հորմոնալ տեղաշարժեր է տեղի ունենում Այսինքն խնամքը ինչ որ առումով կանխարգելում է նաև տարատեսակ հիվանդությունների, ոչ թե ինչ որ առումով, այլ ուղիղ առումով։ Խնամքը ուղիղ առումով կանխարգելում է ծերացման process-ը, կանխարգելում է ակնեի առաջացմանը։ Մենք եթե ճիշտ խնամենք, կխուսափենք դեռահասների շրջանում ակնեի առաջացումից, կխուսափենք օրինակ կուպերոզ ռոզացիայի սրացման փուլերից, իսկ տարիքի հետ արդեն որպես հակատարիքային խնամք աշխատում են շատ լավ մեր պրոֆեսիոնալ խնամքի հետ զուգահեռ։ Եթե մենք պրոֆեսիոնալ խնամք անենք ու տանը պացիենտը տնային խնամքը չօգտագործի ճիշտ ձևով, մեր արդյունքը չենք ունենալու, մենք այնպես ինչպես երբ որ խնամեին տանը։ Այստեղ գիտեք շատ փիլիսոփայական, էթիկական, մենտալիտետային շատ հարցեր կան բացի բժշկությունը։ Տեսեք, դարեր առաջ ընդունված էր, որ սպիները գեղեցկացնում են տղամարդուն, չէ՞։ Մենք այս ամենը ինչ որ բերանացի մարքեթինգով, տատիկներից, պապիկներից լսելով ինչ որ
հոգեհուզական վիճակի մեջ ենք նաև, ես վերաբերմունքը մեր գալիս է ժամանակին ինչպես էր ակնեով պացիենտին ասում էին դեռահասին ոչինչ մի արագ ամուսնանաս կանցնի, պետք չի տարիքի հետ կանցնի, հետո հետքերներ մնում, փոսիկներներ մնում, հա, այդ ամեն ինչը դեռահասի ու անձի ինքնավստահության վրա ազդում է, հա, դա ավելին սոցիալական խնդիր է, ոչ թե զուգահեռ էսթետիկի, նաև սոցիալապես ազդում է պացիենտի ինքնագնահատականի վրա։ Եթե մենք ուշադրություն դարձնենք այն պացիենտները, ովքեր ունեցել են ակնե, ռոզացիա, լուրջ դեմքի էսթետիկ խնդիրներ մաշկաբանական, իրենց ինքնագնահատականը բավականին ցածր է։ Ես կարող եմ հեռու չգնալ, իմ գրիմի տակ թաքնված է, կարծում եմ մեծ հավանականությամբ ռոզացիա, որը COVID վարակից հետո, իմունային անկումից հետո ինձ մոտ շատ արտահայտիչ դարձավ, այսինքն բոլոր այն ընկերներս, ովքեր ճանաչում էին ինձ 2020-21-ից առաջ, շատ լավ գիտեին, որ ես այդպես ակնառու ոչ մի խնդիր չունեմ, դա այնքան ակնառու է, հիմա շպարի տակ է բնականաբար, չեմ թաքցնում, մաքսիմալ օրգանիկ ու դինամիկ խոսենք, շատերը նույնիսկ ահազանգում էին, մի քանի անգամ մամլոասուլիս եւ այլն լայն այդպես հանրային արձագանք եղավ, երբ որ դեռ հաղորդում չէի վարում եւ ինչ է եղել, լավ է, ինչ է պատահել եւ այլն։ Այդպես ախտորոշեցինք, որ ռոզացիայի խոստովանեմ, ես շատ սիրում եմ այս օրերը, երբ որ շատ ավելի այսպես հարթ մաշկով եմ, մնացած օրերին չասեմ ինքնագնահատականս ընկնում է, բայց դա ինձ խանգարում է։ Առնվազն ես ունեմ համեմատելու բան, դրանից առաջ շատ լավ է եղել։ Այսինքն նաև պատրաստ լինել ընդունել մաշկային խնդիրները, երբ դրանք հիվանդություն են կամ խնդիր են, սա ուրիշ, բայց կան բաներ, որոնք մենք չենք կարող կանխարգելել, այսինքն մաշկի խնամքը, սա առօրյա նորից ֆիքսենք, ես ուզում եմ անընդհատ մենք ֆիքսենք։ Ինքը առօրյա, ռիթմիկ, դինամիկ, այո, միանշանակ։ Ամոթ է նույնիսկ, այսինքն։ Շատ պացիենտներ ասում են թանկ հաճույք է, բայց այնպես չէ, որ մեկ անգամ գնում ենք մեծը ու մեծ ֆլակոնչիկով խնամքի միջոցներ, նույն լվացվելու գելը 4-ից 6 ամիս պացիենտը օգտագործում է, այնպես չի, որ դա անհասանելի է։ Հիմա բավականին հասանելի մեզ խնամքի միջոցներ կան, դեղատանը մտնում ես լայն ցանց է։ Ինձ որ ասում են մենք ինչ վերցնենք, եթե պացիենտը այդ պահին չի կարողանում իմ նշանակած ֆարմացևտիկ միջոցները վերցնի, ասում եմ մտեք դեղատուն, ինչ ձեզ հարմար է, դա էլ վերցրեք ըստ մաշկի տիպի։ Մենք առաջի խնամքը, երբ որ պացիենտը գալիս է, առաջինը մենք դիտում ենք մաշկի տիպն ենք որոշում, տնային խնամք ենք նշանակում, հետո նոր միջամտությունների ցանկը, հա։ Նույն օրինակը բերեմ ձեր կուպերոզ ռոզացիայի վրա, մենք կլինիկայում իդեալական սարք ունենք, լումեկան ֆոտո երիտասարդացման սարքավորում է, որը որ աշխատում է եւ պիգմենտների վրա, եւ անոթների, եւ զուգահեռ երիտասարդացնում է մաշկը ու առանց ռեաբիլիտացիոն շրջանի, որը որ շատ պացիենտներին գրավում է։ Ճիշտ ասած, ես ելի եմ լսել, ավելին իմ լավ գործընկերներից մեկը, ով Արտեմիս բժշկական կենտրոնի հիմնադիրն է, ինձ առաջարկել է, բայց ժամանակ չի լինում, հետո լավ չեմ պատկերացնում, թե ինչքան պետք է լինի վերականգնողական շրջանը, որովհետև չեմ բացառում, որ ինչ-որ փոքրիկ վերքեր կլինեն, որոնք գուցե այսօրվա իմ պրակտիկայի հետ անհամատեղի կլինեն, բայց մի հատ Կարինեին կհարցնեմ, տեսնենք շպարի տակ կարող ենք թաքցնել այդ տրավմաները։ Իրեր չէ, կատակը կատակով, բայց նաև մեր հաղորդաշարը անմիջական զրույցի մասին է, սովորական մարդկանցից մեկն եմ ես, որոնց որ հետևում են հիմա մեզ, դրա համար պացիենտի կարգավիճակում եմ ձեզ հարցեր տալիս։ Տեսեք, ինձ համար արձանագրեցի, որ մենք մի ծայրահեղությունը չխնամվելու հասկացանք, բայց եկեք խոստովանենք, կարծում եմ դուք էլ որպես կին եւ մասնագետ եւ որպես մարդ կշեշտադրեք եւ կկարևորեք, որ այն մյուս հիվանդագին ծայրահեղությունն մի բան չէ, երբ որ բոտեքսի քանակից մարդկանց ժպիտն է անհետանում առասարակ երեսից եւ կան այստեղ էլ երկու խումբ մարդիկ, անգամ կանայք, անգամ սուպերստար հոլիվուդյան աստղեր, որոնք ասում են ես ոչ մի կնճիռ չեմ վերացնելու։ Այստեղ նաեւ երևի հոգեբանական գործոնը շատ մեծ է։ Մեր բնակավարում շատ մեծ նշանակություն ունի հոգեբանական գործոնը, միանշանակ։ Ճիշտ նշեցիք, մեզ մոտ ծայրահեղությունից ծայրահեղություն են։ Ես ինքս նախընտրում եմ խնամված առողջ մաշկը, առանց դեկորատիվ կոսմետիկայի, այլ ոչ թե ֆիլերները կամ ինչ-որ լցոնանյութեր, որոնցով ծավալ են հաղորդում, հա, եթե ունենք դեֆեկտ, ունենք ցուցում, հենց այդ ցուցումով կարելի է կատարել, բայց երբ որ չափից դուրս շատ է 2-3 միլիլիտրով շուրթ են անում, չգիտեմ, այդ ոսկրեր արդեն պացիենտը կանգ չի կարողանում առնի անընդհատ մի քիչ էլ նարկոմանիայի կախվածության պես ինչ-որ մի բան է։ Իրոք կախվածություն առաջացնում է։ Բայց ես ուրիշ բան եմ, ուզում եմ մենք մի քիչ այսպես գանք կենցաղային մակարդակ, նույն տղամարդկանց էլի հարցս ուղեմ, այդ դուք լուրջ այդ ճաշակի եք, հարգելի քաղաքացիներ, տղերք, այսպես ասեմ, հա, որովհետև այնպեսի տպավորություն է, որ այդ խումբը կանանց, նրանք ճաշակ են թելադրում եւ դա անցնում է։
Իմ համար չի անցնում։ Օրինակ ես չեմ կարող, այսինքն յուրաքանչյուրը անկախ ամեն ինչից զուտ էսթետիկ իմաստով, երբ որ դա չափից շատ շինծու է, վանում է, շատ նեղացնում է եւ կիրառելի չէ, ընդունելի չէ։ Ու ես պստու Ուղղակի բոլորը մեկը մյուսին սկսել են նմանվել եւ կներեկել իստր պրոստը չեմ ուզում ասել։ Ուղղակի ես անկեղծ ընդվզում եմ այդ երևույթի նկատմամբ, որովհետեւ հա կան դեֆեկտներ, որոնք արժի շտկել, ճիշտ եք ասում։ Բայց երբ որ նայում ես նախկինում ու հետո, ապշում ես, թե ինչպես կարող էր այդ գինը այդպես իրեն այլանդակել, բառի բուն իմաստով, ուրիշ բան չեմ կարող ասել։ Դե եկեք անկեղծ լինենք, եթե դիմեն լիցենզավորված կրթված մասնագետի բժշկի, չենք ունենա նման պատկեր։ Հիմա մենք ունենք նաև մեկ այլ խնդիր, որ ամեն երկրորդը նույն մեյքափ անողը սովորում է ներարկումներ եւ կատարում է ներարկում եւ եկեք պատկերացնենք, հա, առանց գաղափար ունենալու մաշկի շերտերի, նյութերի մասին ներարկում են կատարում։ Բնականաբար, եթե մենք սխալ շերտ ներարկենք, կունենանք այլ պատկեր։ Շատ լավ, այդ դեպքում իմ մեջ առողջապահության կազմակերպիչը ձեզ հարց տա, արդյոք դա իրենց խնդիրն է։ Այդ մարդիկ այդ քննադատությունը չունեն, իրենց համար դա ֆինանս աշխատելու միջոց է, մեզ հենց հիմա հետևում են, ընդվզում են, գուցե մի երկու քաղցր խոսքեր մտքում ասում են, բայց դա օրենսդրական դաշտում կարգավորելի հարց է։ Եվ սահմանաչափը պետք է կարգավորվի, թե ում ինչ կարելի է անել։ Պետք է սահմանը հստակ գծել կոսմետիկայով, ով պետք է զբաղվի կոսմետիկ խնդիրներով եւ երբ է այդ սահմանը, երբ այն դառնում է բժշկագիտություն։ Այստեղ նույն հարցեր կան էթիկական, հետեւաբար մարդը, որին օրենքը թույլ է տալիս դրանով զբաղվել եւ չի պատժում եւ չի հետեւում, նույն հաջողությամբ դա թող լինի նյարդաբանություն, ստոմատոլոգիա, ողնաշարաբան, ինչ ուզում է լինի։ Ուզում եմ ասել, մենք այստեղ վատամարդ չլինենք անիմաստ, անկեղծ վատամարդ չլինենք, որովհետեւ օրենքը պետք է դա կարգավորի։ Եվ մարդիկ պետք է հասկանան ուր են գնում եւ ինչի համար։ Միանշանակ ներկայիս պացիենտը պետք է գիտակցելով գնա մասնագետի մոտ։ Շատ հաճախ լինում է զանգարում հարցում, իսկ դուք բժիշկ եք, կարելի է ձեր դիպլոմը տեսնել։ Շատ առողջ եւ ազնիվ հարց է։ Ես հորդորում եմ բոլորին այդպես։ Ես ուրախանում եմ անկեղծ ասած նման դեպքում։ Ավելին, թող տարանջատվեն սահմանները հստակ, թե ում հար բժշկություն գոյություն ունի, թող լինի կրթություն, թող լինի դիպլոմավորված հար բժշկական մասնագետ, ով չպետք է կորոնա 20 տարի, 25 տարի, կորցնի ամբողջ առողջություն ու երիտասարդության տարիքը, տարիները, վայելքները եւ դառնա բժիշկ, ու գիտեք ես ինչ եմ ասում, բոլորդ գիտեք սիրելի հեռուստատող, մենք չենք ուզում կեղծ օրակարգերից խոսել, թող զբաղվի այնքանով, որքանով կարելի է հար բժշկական մասնագետին։ Բայց սա պետք է օր առաջ կարգավորել, որովհետեւ իսկապես այստեղ լրջագույն ռիսկ կա նաեւ վարակային հիվանդությունների, հազար ու մի խնդիրների, բարդությունների, որոնք առաջանում են, առողջության հետ ենք աշխատում։ Հիմա մենք խոսում ենք մաշկի սեզոնային պրոֆեսիոնալ եւ տնային խնամքից։ Բազային կարծես թե հասկացանք, լիքը բաների մասին խոսեցինք։ Սեզոնային ինչ առանձնահատկություններ կան եւ որն է նաեւ սահմանը տնային խնամքի, ինչ է ենթադրում սեզոնային տնային խնամքը, ինչ պրոֆեսիոնալ։ Նայեք, սեզոնային տնային խնամքը մենք ամռան ամիսներին կան պրեպարատներ, որոնք հանում ենք մեր ռացիոնից։ Իսկ աշնան ամիսներին ավելացնում ենք նույն ռետինոլը, որը որ շատ լավ հակատարիքային ազդեցություն է թողնում մաշկի վրա եւ հակապիգմենտային, նաեւ ակնեի հետքերի հետ է շատ լավ աշխատում։ Ռետինոլը ինչի մեջ է պարունակվում։ Մենք հիմա ունենք մաքուր ռետինոլային շիճուկներ եւ կրեմներ, ինքը վիտամին A-ի ածենցիալն է, որը որ գիտենք մաշկի վրա ինչ դրական է ազդում, հա, բայց քանի որ ինքը ֆոտոզգայուն պրեպարատ է, մենք իրեն ավելացնում ենք աշնան ամիսներին, եթե ամռանը ցուցում ունի պացիենտը, խիստ արևապաշտպանի հետ զուգահեռ ենք օգտագործում։ Ունենք նաեւ պրոֆեսիոնալ խնամքներ, նույն պիլինգները, որոնք քիմիական պիլինգները աշնանը ավելի ակտուալ են, քան ամռան ամիսներին եւ գարնան, քանի որ պիլինգները շերտազատում են մաշկը եւ ավելի զգայուն է մաշկը դառնում այդ ընթացքում, դրա համար ցուցումը գալիս է աշնան եւ ձմռան ամիսներին։ Իսկ այլ է առողջության խնամքի տարեկան պլան կազմել։ Օրինակ նման պրակտիկա կա, որ պացիենտը գալիս է, ասում է բժիշկ Աբրահամյան, ես վստահում եմ այլևս ձեզ եւ ձեր բժշկական կենտրոնին եւ ուզում եմ խնդրել ձեզ իմ գործողությունների տարեկան պլանը մենք սեզոնային ունենանք, գուցե ինչ որ 20%-ով դրանից շեղվենք ըստ անհրաժեշտության։ Տարեկան մի փոքր շատ ծավալուն ասացիք, որովհետեւ մաշկի ինքը ընթացիկ փոփոխվում է, հա, սեզոնից սեզոն չորանում է։ Օրինակ աշնան ձմռան ամիսներին մաշկը չորանում, ջրազրկվում է, մենք հիմնականում խորը խոնավեցում ենք անում ներարկման տեսքով, բայց որ 1 տարվա պլան կազմենք, դա չենք կարող։ Կողմնորոշիչ էլ չեք կարող։ Չէ, չենք կարող։ Մոտավորապես 3-ից 6 ամսվա պլան կարող ենք կազմել։ Բայց կա դա էլ փոփոխվում է, այո, այո։ Շատ լավ։ Դուք պացիենտներին կամ մեր գործընկերներին ինչ որ ուղերձ ունեք, հատուկ միտք, որ ձեզ մշտապես տանջում է, իսկ եթե լավ հնարավորություն է դա բարձրաձայնելու։
Առողջ եղեք, խնամված, կարևորը խնամքն է ամենօրյա մեր ու զերծ մնացեք դեկորատիվ կոսմետիկայից։ Ես միշտ իմ պացիենտներին ասում եմ, երբ որ մենք սկսում ենք բուժման կուրսը, 2-ից 3 ամիս հետո իմ պացիենտների 90%-ը հրաժարվում են դեկորատիվ կոսմետիկայից։ Մի փոքր եկեք մանրամասնենք դեկորատիվ կոսմետիկայի եղելությունը։ Բաղադրիչների մասին չեմ կարող շատ բան ասել, որովհետև որքան եւ ուսումնասիրեցի, այնպես չի որ կոմպոնենտները շատ լավն են, հիմնականում կոմեդոնագեն են, ակնե են առաջացնում, ոնց ասեմ, ճարպարտադրությունն են ակտիվացնում, կան լավ դեկորատիվ կոսմետիկաներ տոնայիններ, որոնք որ քիչ կոմեդոնագեն են, բայց շատ լավ դեկորատիվ կոսմետիկա ես չեմ հանդիպել ու առհասարակ ինչքան զերծ մնանք, այնքան լավ մեզ համար։ Ես մի փոքր հերվից եկող, բայց մի հետաքրքիր հարց տամ։ Պարֆյումի ընտրությունը մաշկի խնամքի մեջ ինչ դերակատարություն ունի եւ ինչպես ճիշտ պարֆյում ընտրել, եթե դուք կարող եք դա։ Ճիշտ պարֆյումը չեմ կարող ասել ինչպես ընտրել, բայց մաշկի առանձնահատկություններից ելնելով, օրինակ, մարդիկ կան, գուցե որ պետք է ինչ-որ ձևով պարզեն դա, ով է այդ մասնագիտությունը կրում։ Չեմ կարող ասել անկեղծ ասած։ Պարֆյումերները երևի թե, հա։ Միանշանակ, հա, որովհետև մեր վրա սովորական անձանց վրա ազդում է որպես տրամադրության ակտիվացում, հա, մեր տրամադրությունն է լավ, մեր հոգեվիճակը, բայց թե ինչ պարֆյում ընտրեն ըստ մաշկի, չեմ կարող ասել։ Մենք երբ ասում ենք մաշկի խնամ, կարծում եմ շատերն առաջին հերթին ֆիքսվում են դեմքի վրա, բայց մենք ձեռք ու ոտք ու մարմնի այլ մասեր, մարմնի որ տոկոսը մինչև կարելի է խնամել եւ պետք է խնամել։ Մաշկի խնամքը ներառում է բացի դեմքից պարանոցը, շուրթերը, դեկոլտեն, ձեռքերը, կանանց տարիքը հիմնականում մատնում է ձեռքերը եւ պարանոցը։ Դրա համար ավելի խնամքի տեսանկյունից առանձնահատուկ խնամք է պահանջում դեմքը եւ պարանոցը եւ ձեռքերը։ Ձեռքերը, քանի որ մեր հայ կանայք չեն սիրում ձեռնոցներով առօրյա աշխատանքը կատարել, ավելի շատ ջրազրկվում չորանում է եւ ավելի շուտ է կնոջ տարիքը մատնում։ Շատ լավ, չգիտեմ, այս հարցը տամ թե ոչ, բայց ուզում եմ այնուամենայնիվ տալ։ Մենք խոսում ենք քաղաքային բնակչության մասին, բայց յուղական համայնքներում շատ ավելի դժվար է սա անել եւ գիտեք, չէի ուզի, որ մենք ամբողջ ոտքերով թվանք այն մարդկանց, ովքեր հենց հիմա մարզում նստած մեզ նայում են, ովքեր ունեն տնտեսություն, գյուղատնտեսական գործընթացների մեջ են ներգրավված եւ անասնապահության եւ բանջարեղենների եւ մրգերի մշակման, որը պահանջում է հողի հետ աշխատանք եւ այլն, այնուհանդերձ նրանց համար էլ պլան մինիմում կա, թե ոչ, որովհետեւ չեմ հավատում, որ որևէ կին ձեռքերը խնամի եւ դրանից հետո գնա հողի հետ աշխատանք կանի, իսկ երբեմն գուցե նաեւ ձեռնոցներով հնարավոր չի կամ չգիտեմ, կամ անգամ ձեռնոցներով փոշի է միևնույն է անցնում է, չեմ ուզում որ նրանք դուրս մնան ու տպավորություն ստեղծվի, որ մենք արհեստական օրակարգից ենք խոսում ենք միայն այսպես բիզնես լեդիների մասին կամ ընդհանրապես բիզնես պարոնների մասին, հա։ Նայեք, լինենք գյուղում թե քաղաքում, տարբերություն չկա, արևը նույն կերպ աշխատում է մեր մաշկի վրա։ Առաջինը կարևոր քայլը դա խոնավեցնող քսուկն է, որը որ պաշտպանում է մեր մաշկի հեղուկը ջրազրկումից, հա։ Իսկ հաջորդ քայլը դա արևապաշտպան քսուկներն են, որ կարծում եմ բոլորս էլ կարող ենք մեզ թույլ տալ գոնե այդ երկու քայլը կատարենք, որպեսզի պայքարենք նաև ֆոտոծերացման դեմ, քանի որ մենք բացի բնականon ծերացումից կենսաբանական ունենք նաև արևի հետևանքով առաջացող ծերացման process, որը որ կարող է լինել 25 տարեկանից սկսած, ոչ թե 40+։ Բժիշկ Աբրահամյան, իսկ արդյոք մաշկի խնամքը նույնը պետք է լինի խոնավ լոռիում կամ Տավուշում եւ Շիրակի մարզում ու Արմավիրում եւ կամ ասենք հեռավոր Սյունիքում, որտեղ էլի այսպես կիսա խոնավ կլիմա է։ Ուզում եմ ասել, այստեղ ինչ գիտելիքներ ու առանձնահատկություններ մենք ես քաղաքից քաղաք տեղափոխվելիս Հայաստանի ներսում, Հայաստանից դուրս հստակ զգում եմ, որ մազերիս որակը փոխվում է, մաշկը սկսում է շնչել, քրտնարտադրության գործընթացն է ամբողջությամբ փոխվում։ Այս ամենը մարդիկ ինչպես հասկանան, ում հետ խորհրդակցեն։ Կախված տարածաշրջանից մեզ մոտ փոխվում է խոնավեցնող քսուկի տեքստուրան, հա, կամ պետքա շատ խիտ լինի, եթե չոր կլիմայում ենք, եթե ավելի խոնավ կլիմայում ենք, հիմա գոյություն է ֆլյուիդ տարբերակներ, որոնք թեթև են նստում մեր մաշկի վրա ու շատ ծանր չի պացիենտ այդ ծանրության զգացումը չի նստում, չի զգում։ Իսկ ինչ վերաբերվում է ով նշանակի, հիմա կոսմետոլոգները բավականին էսթետ կոսմետոլոգները գիտելիքներ ունեն, որոնք կարողանում են պացիենտին օգնել, առողջ պացիենտին ընտրել տնային խնամք։ Իսկ ինչ վերաբերվում արդեն պրոբլեմատիկ մաշկին, միանշանակ բժիշկ մասնագետը պետք է նշանակի, որովհետև մի փոքր բարդ է։ Այսինքն մենք մի քանի բառով կարող ենք ասել, որ ինչպես որ շատ ուղղություններում բժշկագիտության մեջ, մաշկաբանության եւ մաշկի խնամքի մեջ կոսմետոլոգիան նաեւ պահպանողական
բնույթ է, կանխարգելիչ եւ վերականգնողական ինչ-որ ռեկոնստրուկտիվ եւ վերակառուցողական եւ վերականգնողական գործառույթներ ունի։ Ես միշտ ասում եմ, կոսմետոլոգիան մաշկաբանական էսթետիկ խնդիրների հետ կապված, երբ որ մենք բուժում ենք սկսում, նույն տարածված ակնեն օրինակ բերեմ, երբ որ մենք կոսմետոլոգիայի հետ զուգահեռ դեղորայքային բուժում ենք նշանակում եւ կոսմետոլոգիական որևիցե միջամտություն, օրինակ պիլինգ, ինքը պացիենտի բուժման process-ը ավելի արագացնում է, ավելի էֆեկտիվ է դարձնում։ Օրինակ, եթե պետքա պացիենտը բուժվեր 3-ից 6 ամիս թեթև ծանրության աստիճանի ժամանակ, այս դեպքում 1 ամիս, 2-3 ամսում մենք արդյունք ենք ունենում դրական դինամիկա։ Այն բժշկական կենտրոնում, որտեղ դուք աշխատում եք, այն համարվում է նաև պոլիկլինիկա, բացի մասնավոր կենտրոն լինելիս կա մեր առողջության առաջնային պահպանման համակարգում ընդհանրապես ծառայություն, որ ինչ որ չափով մաշկաբանություն եւ կոսմետոլոգիայի ծածկում պետական պատվերի շրջանակներում, թե ոչ։ Պատվերի շրջանակում միայն մաշկաբանական դեղորայքային բուժումներն է պետպատվերը ծածկում, իսկ կոսմետոլոգիան արդեն առանձին վճարովի ծառայություն է համարվում, ինչպես եւ ստոմատոլոգիան։ Ամբողջությամբ տվյալ դեպքում սա համարվում է էսթետիկա, բնականաբար չհամեմատենք ստոմատոլոգիան իր առանձնահատկություններն ունի։ Իսկ երկու բառով երեխաների մաշկի խնամքի մասին կարող ենք խոսել, տղա, աղջիկ նշանակություն չունի։ Տարբերություն չկա։ Տարբերություն չկա։ Սա էլ ֆիքսեցինք։ Սելի հեռուստադիտող իմ հարցերը չեն սպառվել, ես հարցեր միշտ ունեմ, պարզապես հասկանում եմ, որ եթերաժամն է ավարտվել։ Կարծում եմ նրանք, ովքեր ուշի ուշով հետևեցին, հասկացանք, որ հիմնական շատ այսպես նույնիսկ խորհրդավոր հարցերի անդրադարձանք, անկեղծ եղանք իրար հետ, սա շատ կարևոր էր։ Բժիշկ Աբրահամյան, ես ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեզ ձեր բարի առավոտը, առողջ առավոտը ինձ հետ կիսելու համար։ Մենք միասին փոքրիկ ներդրում ունեցանք մեր ազգաբնակչությանը մի փոքր տեղեկատվություն տրամադրելով, որը միանշանակ ոչ միայն գիտելիք էր պատրաստի, այլև հիմք էր, որ նրանք ինչ-որ մի բան վերանային եւ մտածեն։ Ես ողջունում եմ ձեր բժշկական կենտրոնի անձնակազմին, ձեր մեծ թիմին, ողջույններս սիրելի գոլեգաներ։ Մենք շարժվենք առաջ, սիրելի հեռուստադիտող, կշարունակենք դարձյալ ուշի ուշով մենք էլ հետևել ձեր պահանջներին, այն նամակներին, որ դուք ուղարկում եք մեզ, մենք դրանք հաշվի ենք առնում, նկատառումները, որոնք նկատում ենք YouTube-յան էջում մեր, դրանց մեջ կան հստակ մեսիջներ, մենք ընտրում ենք թեմաներ եւ փորձում ենք անդրադառնալ նաեւ ձեզ ուզող հարցերին։ Ես ձեզ հրաժեշտ տամ, բժիշկ Աբրահամյան, թող ձեր բոլոր պացիենտները լինեն մաքսիմալ խնամված եւ ձեր աշխատանքը լինի մինիմալ հիվանդություն ուժելու տեսակետից, բայց աշխատանքով միշտ ապահովված լինեք։ Իսկ դուք սիրելի հեռուստադիտող ոչ մի կաշկանդող հանգամանք չունենաք, այնինչ վերաբերում է կոսմետոլոգիային եւ մաշկի խնամքին, թող որ ստացվի այնպես, որ միշտ բաց ճակատով եւ լավ իմաստով փայլող աչքերով դուք հանդես գաք միջավայրում հանրությանը։ Առողջ եղեք, մենք կհանդիպենք վաղը։